Ամերիկայում Լոս Անջելեսյան հայությունը խիստ բազմաշերտ է, խիստ։ Այս այլ անեմ ու հետ կգնամ, այս այլինի ու հետ կգնամ։ Բոլոր հայկական տոները այստեղ նշվում են, բոլոր, ու նշվում են մեծ շուքով։ Մի հատ շատ լավ մոտեցում կա այս երկրներում, որ ոչ թե սա իրենց գործը չի, այլ սա իրենց գործն է, որովհետև իրենց երկիրն է։ Բայց դա չի հայկականը։ Շուստրին չի հայկականը, ազնիվն է հայկականը։ Ամենակարևորը որտեղ էլ որ ապրենք, հայավարի ապրենք, արժանավայել ապրենք։ Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրն է Արաքս Քարյանը, ով ապրում է ԱՄՆ-ում եւ այսօր կներկայացնի իր ճանապարհը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցցանցերում։ Բարև ձեզ Արաքս ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ կարող ենք զրուցել միասին։ Եկեք լսենք ձեզ, հասկանանք ինչու եք հայտնվել ԱՄՆ-ում։ Շատ լավ հարցը։ Այդ մի հարց, որը պարբերաբար ինքս եմ տալիս, չնայած սկզբում, ամենասկզբում նմանատիպ ցանկություն չկար, միտք չկար, եւ ինձ բոլոր ճանաչող ընկերներս գիտեին, որ դա մի միտք է, որ ինձ մոտ չէր ծագում։ Եվ մինչև հիմա էլ իմ խորին համոզմունքն է, որ հայը պիտի Հայաստանում ապրի։ Բայց եմ այնպես մենք տեղափոխվեցինք 2023-ին, դա հետպատերազմական դժվար ժամանակահատված էր, եւ հոգեբանորեն, եւ մասնավորապես հոգեբանորեն։ Եվ ունենալով միջազգային ընկերություններում աշխատելու փորձ, լեզվի հետ չունենալով որևէ խնդիր, լավ տարբերակ էր փախչելու են էմոցիոնալ հուզական մեծ ֆոնից, որը որ բոլորս ապրում էինք այդ օրերին։ Բայց մտածում էիք, որ փախչեք, ինչ որ մի հանգիստ կետի կհասնեք, հասակ այդ կետին ըստ ձեզ, արդեն 3 տարի է փաստորեն այդտեղ եք։ Թե իրականում, եթե մի քիչ ավելի շատ խորը շերտերի հասնեմ, առաջինը հուզական ու այդ էմոցիոնալ դժվար տեղներ, որտեղ բոլորս հայտնվել էինք այդ պատերազմական օրերին, մի տեսակ հույս էր, դիմացը չէր երևում, մյուսը նա էր, որ մասնագիտական առումով պոտենցիալ կար ավելին բացահայտելու, առաջընթաց ունենալու, եւ որպես այսպիսին ընտանեկան որոշում էր։ Կոնկրետ հենց ԱՄՆ մասնագիտական ոնց որ կողմնորոշման հետ կապված։ Վիզաները կար, մասնագիտականը կար, լեզուն խնդիր չէր, ու Հայաստանում կոնկրետ մասնավորապես ինձ համար դիմացս այդ պահին չէր երևում ու ուղղակի պետք էր առողջ մնալ։ Բայց ստացվեց կտրվել մեր հայկական իրականությունից, թե ամեն դեպքում անդադ բացում եք ինտերնետը, մի հատ տեսնեմ հիմա ինչ կատարվեց, 23 թվականին արդեն այն ջերմուկի դեպքերն էր, թե ամեն դեպքում ստացվում էր փախչել, էլի ոնց որ այս ամեն ինչից։ Իրականում ուզենք թե չուզենք, կենցաղը իր բաժինն անում է, ու երբ առօրյայում ունես այդ գեր զբաղվածությունը, մեծ հաշվով չունես ժամանակը խորանալու այն բազմաշերտության ու այն խնդիրների մեջ, որ հայաստանցին Հայաստանում ապրելու ժամանակ է առերեսվում։ Եվ եթե խոսում ենք մասնավորապես իմ դեպքի մասին, ԱՄՆ տեղափոխվելուց հետո շուրջ տարիուկես իմ բոլոր սոցիալական էջերը փակեր, եւ այո, ես ինձ համար ստեղծել էի այն փակ միջավայրը, որտեղ ես էի, իմ մտքերն էին ու իմ խնդիրներն էին։ Դա չի նշանակում, որ այն նույն խմորումը, որ ունես քո մեջ չես ունենում, բայց հավելյալ ինֆորմացիա, այդ տեղի ունեցող առօրյայի խնդիրները դրա վրա չէր ավելանում։ Ընդհանրապես եղածի հետ հաշտվելու ու դրա հետ առաջ գնալու մեխանիզմ էի մշակում։ Շատ հետաքրքիր մեխանիզմ եք մշակել, ուզում եի ասեի, որ հա շատ ճիշտ իմ կարծիքով ճիշտ տարբերակ է, էլի, թե չէ գնալ ու անդադ հետ նայել, վայ տեսնեմ ինչ կատարվեց։ Չի կարող, պարզապես իսկապես ֆիզիկա հոգևորից անցնում էր ֆիզիկականի ու ես հիվանդանում էի։ Ես միշտ ասում եմ, եթե ես իմ կյանքում մի անգամ հոգեպես հիվանդացել եմ, դա եղել է հետպատերազմական հենց նոյեմբերի 11-ի 9-ից սկսած։
ու հետաքրքիր է պարադոքսային է, բայց ամենաշատը ինձ հիվանդացնում էր միտքը անհայրենիք մնալու ու ես ընտրեցի ամենաճիշտ լուծումը դրա համար, էլի, չակերտավոր ամենաճիշտ լուծումը, բայց հա, դժվար էր, իսկապես դժվար էր, եւ գալուց հետո էլ դժվար էր, եւ հիմա էլ դժվար է այդ նույն արժեհամակարգը, նույն տեսակ խնդիրները առաջ բերում։ Ու դրանք բոլորը առօրյայում չեն, դրանք բոլորը քո գլխի մեջ են, քո աշխարհում, քո մտքերի մեջ։ Դու դա կամ ունես, կամ չունես։ Հա։ Բայց ժամանակի ընթացքում ինձ թվում է արդեն կամաց ոնց որ հարմարվում եք այն կարոտի ուժգնությունը արդեն թուլացած կլինի, էլի, չէ՞։ Եթե պիտի իմ պրիզմայով անցկացնեմ, եւ խոսեմ այլոց մասին, այլ խոսեմ իմ մասին, չէ, չի անցնում։ Ընդհակառակը, ուղղակի սովորում ես կարոտի հետ ապրել, ինչ որ ներքին օրացույց ես մշակում, մտածելով, որ այս այլ անեմ ու հետ կգնամ, այս այլ լինի ու հետ կգնամ, ու դու անընդհատ սպասման մեջ ես, որ այդ օրը գալու է։ Պլաններում ունեք։ Պլաններում ունեք, որ պիտի վերադառնաք։ Ինձ ճանաչող, այս նմանօրինակ զրույց վարելու ժամանակ բոլորը գիտեն, որ այո, իմ մտքերում, իմ պլաններում անպայման հայրենիք վերադառնալն է ապրելու ժամանակում, ոչ թե մեռած ժամանակ։ Հիմնականում մարդիկ սիրում են ապրել դրսում, թաղվել հայրենիքում, չէ, ապրել, արարել հայրենիքում, պարզապես այն փորձը, որը տալիս է հայրենիքից հեռու ապրելը, ոչ մի ուրիշ բան չի տալիս։ Հա։ Դա էլ քիչ չի ամեն դեպքում, այդտեղ միգուցե այնքան լիքը ռեսուրսներ ոնց որ վերցնեք արդեն զինվեք, վերադառնաք հայրենիք, ավելի շատ օգտակար բաներ անեք, քան թե որ օրինակ մնայիք որոշեիք, ասեք, չէ, ես շատ հայրենասեր եմ ու մնում եմ Հայաստանում, չէ՞։ Գիտեք, իրականում ինձ թվում է, որ մեզ հայերիս չեր խանգարի ունենալ այդ ազատությունը շրջագայելու, ճանաչելու, ուսումնասիրելու եւ վերադառնալու, այո, որովհետեւ շատ հաճախ մեր տունը քանդվում է նրանից, որ աշխարհը շատ նեղանցքից ենք նայել ու չենք ճանաչում աշխարհը, կյանքը, իր շերտերը եւ այդ խանգարել է մեզ եւ դեգրադացվել է ազգը եւ մտածողությունը եւ այն մի մասան, որը ունեցել է այդ հնարավորությունը, ուղղակի գնացել ու այլևս հետ չի վերադարձել, որովհետեւ դեգրադացված է եղել միջավայրը։ Դա գալիս է հնարավորություն չունենալուց ճամփորդելու, բացահայտելու, ազատ տեղաշարժվելու ու մեր ըստ արժանվույն գնահատելու։ Հիմնականում բոլոր նրանք են ցանկանում վերադառնալ, ովքեր ճանաչում են մյուս երկրները, մյուս մշակույթները եւ համեմատության մեջ խորապես գիտակցում են, որ Հայաստանը ամեն առումով առավելություն է տալիս։ Նաև ընդունում են, որ ուղղակի այդ խնդիրը, որ իբրև գտնում ենք Հայաստանում, ուղղակի կարծրատիպա ու ժամանակի հարցա, որ պիտի ոնց որ փոխվի մեր մեջ, էլի։ Եվ այդ խնդիրը բացառապես փոխվելու է յուրաքանչյուրիցս սկսած։ Եթե չշեղվեմ ձեր հարցից, բայց օրինակներ բերեմ մի քանի հատ։ Հա, բերեք։ Ամենաշատը բողոքում ենք Հայաստանում երթևեկությունից, բայց այդ երթևեկողը ես եւ դուք ենք։ Հա։ Եվ մենք բոլորս, անհատներս, այդ խումբն ենք ձևավորում, որը նաև իր հերթին մշակույթ է առաջ բերում։ Հետևաբար մենք բողոքում ենք մի բանից, որի ստեղծողը մենք ենք։ Մենք ենք։ Մինչդեռ այստեղ ես փորձ ունեմ նաև ոչ միայն Ամերիկայում, այլ նաև Անգլիայում ապրելու։ Սովորական քաղաքացին քո ուսից կքաշեր եւ քեզ կուղղեր, եթե դու չէիր անցնում ճիշտ հատվածով ճանապարհի։ Այսինքն մի հատ շատ լավ մոտեցում կա այս երկրներում, որ ոչ թե սա իրենց գործը չի, այլ սա իրենց գործն է, որովհետև իրենց երկիրն է։ Մինչդեռ մենք հայրենիքում ունենք այդ մոտեցումը, որ դե քո ինչ գործն է։ Հա։ Ու ասենք տանում է շատ ծայրահեղ իրավիճակների դիտողություն անելուց կամ միգուցե դիտողություն անելու ձևը ճիշտ չի, որ Սիրով։ Պիտի անել սիրով, առանց թշնամանալու, միտումն ունենալու, որ ուղղակի բոլորս ավելի ապահով, ավելի լավ միջավայրում ապրենք։ Եթե դա արվի ճիշտ այնպես, ինչպես սեփական երեխայի պես դաստիարակում, առանց չարանալու, բայց մտահոգված լինելով, ավելի լավ տեղ կհասնենք։ Պարզապես այս այն ինչ որ ես ասում եմ, կամ քիչ են այդպես անողները, կամ քչացել է սերը, կամ էլ ուղղակի չունենք դրա ժամանակը ավելի
խորը նայելու։ Մտածված ապրելու, այո։ Հա։ Ես իմ իսկը ավելի շուտ ոնց որ մոնատ տոնով են ասում ու դիմացի մարդել արդեն դե որ դու հարձակողական տոնով մոտենաս դիմացի մարդուն, բարձա ինքնապաշտպանվելու համար պետքա մի քիչ ինքն էլ ագրեսիա ցուցաբերի էլի ու ոնց որ վերջը վեճ ա դառնում, հետո ուրիշների օրինակով նայում են մարդիկ իրեւի մտածում են որ ելքի խառնվեմ, ավելի լավ անտարբեր լինեմ, ցույց տամ որ չտեսա այդ երևույթը առաջ գնա։ Իմ գործը չի։ Հա։ Դրա մեջ եւ ճշմարտություն կա եւ ամեն ճշմարտության մեջ էլ պատճառներ կան։ Ես որ մտածում եմ, մենք բոլորս ունենք այդ ագրեսիայից մեր մեջ ու պատրաստ ենք ցանկացած մեկի գլուխը տրորել, ով որ մեր ոտքը կտրորի, այդ արդեն դարձել է մեզ մոտ մի տեսակ գոյատևման մոտեցում։ Ցավոք սրտի եմ ասում, սա առանց արդարացնելու, պարզապես հասկանալով։ Ու երբ որ խորանում եմ պատճառների մեջ, ըստ իս այդ գալիս է մեր չռեալիզացված էմոցիաների պատճառով։ Տակարյուն ենք, չէ՞ համել։ Եվ տակարյուն ենք, որպես ազգ, որպես, չգիտեմ, կովկասցիներ, միևնույն ժամանակ իրար հետևից պատերազմական մթնոլորտներ, լիքը գեներացված վատ էներգիա, դա ոչ միտեղ չի պարվում, դուրս չի գալիս, մարդիկ չունեն ժամանակը նստելու, սեփական էմոցիաները վերլուծելու, դրանցից ազատվելու, հետևաբար դա միտեղ պիտի դուրս գա։ Ֆինանսը քիչ է, պայթում է, ընտանիքում կռիվ կա, պայթում է, տրանսպորտում խնդիր կա, պայթում է, որովհետև չլսված, չհասկացված եւ չռեալիզացված էմոցիաներ կան։ Պլյուս այն որ արդեն ոնց որ մարդիկ չհասցնեն այդ ամեն ինչի մեջ շատ հանգստանան, անդադ ոնց որ խնդիրներ, հոգսեր, չգիտեմ, չնայած որ կողքից էլ նայում ենք, չէ՞ որ աշխարհի բոլոր երկրներում էլ այդ խնդիրները կան, չէ՞։ Համեմատական կարգով։ Առաջինը մշակույթից եկող տարբերություններ են առաջանում։ Մենք հայերս մի քանի նաև ազգեր մեզ նման, որ մեր կողքից տեղ ապրում են, ավելի բարձրախոս ենք, ավելի տաքարյուն ենք, ավելի արտահայտչամիջոցները տարբեր են։ Մինչդեռ մշակույթներ կան, որտեղ խոսքը ավելի ցածր է, ձևակերպման տարբերակներն ավելի մեղմ են, նույն բանն են ասում։ Ճիշտ նույն բանը, բայց այլ կերպ։ Եվ որ ասում են ամերիկյան ծիծաղը, չէ՞։ Մենք Ամերիկայում որ ասում են սինթետիկ ժպիտով են մարդիկ ծիծաղում, բայց կարող է իրականում այդ մարդը հեչել սրտի խորքում չէր ուզում ժպտար։ Իսկ մենք մի անգամ Բայց եւ այնպես չի խանգարում այդ։ Բացարձակ մեզ էլ չէր խանգարի այդ քաղաքավարի մոտեցումը ունենա։ Եվ ոչ թե ջղային հոնքերը հավաքած ասել դա, այլ նույնը, հա, թող սինթետիկ ժպիտով ասենք, խնդրում եմ մի արա սա։ Դե երևի սովորելու հարցա որ ժամանակի ընթացքում սերնդեսերունդ ձեր ասած ճամփորդեն ու հետ գան արդեն հաջորդ սերունդները փոխված լինեն էլի մինչև մեր մեջից վերջնական դուրս գա Արդարության համար պիտի ասենք որ լիքը հայ ընտանիքներում եւ կշռադատված է խոսքը եւ դաստիարակությունը եւ մոտեցումները վերանայված են ինչպես նաեւ այստեղ ապրող ընտանիքներում էլ մասնավորապես շատ ավելի վաղ ժամանակ Վանից Ամերիկայում ապրող ընտանիքները վաղուց ինտեգրել են այդ մշակույթը, վաղուց դարձրել են իրancsը ու հայկական ջիգարն ու այդ չափավոր մոտեցումը իրար հետ շատ սիրուն սինթեզվել է։ Հա։ Աստված տա Հայաստանում էլ արդեն այտենց երևույթներ շատ լինեն, էլի։ Չեմ ասի, որ ընդհանրապես չկա այդ ձևի ընտանիք կամ շատ են։ Նույնիսկ ես կասեմ կարող է շփաթա մեջ 1-2-ը այտենց գրեհիկ հանդիպի երևույթ էլի ընդհանուր առօրյայում բայց ցանկալի կլիներ որ ոնց որ թվում է Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ամեն ինչ հանգիստ տոնով է լինում այն որ շատ կերազեի Հայաստանում էլ այդպես լիներ Այդ գալիս է երբ որ այո այդ գալիս է երբ որ մարդու կրթական ցենզը բարձրանում է ինքը հարգում է իրեն իր խոսքը ու նաև դիմացինին այդ դեպքում բայց ամեն ինչ գալու է տնից Որտեւ երբ որ տղան տեսնում է papayi օրինակը բարձր խոսելու գոռալու, ինքը կարծում է, որ դա իշխանություն է, ու ինքը կրկնօրինակում է դա։ Ու ճիշտ նույնը։ Ասածս նանում է, որ պիտի սկսենք տնից, մեր իսկ օրինակից, ու եթե ամեն մեկը փորձի դա, վստահ եմ ինչ հասնենք, այո։ Հետո մեր լսած երաժշտությունը, մեր կարդացած գրքերը, դրանք բոլորը ազդում են։ Եթե դու նայում ես սերիալներ, որտեղ գորգորում են, վստահ եմ դու ես գորգորալու։ Եթե դու լսում ես լավ որակով երաժշտություն, չեմ կարծում, որ դու գոռաս։ Ես միշտ ուշադիր եմ, որ երբեք վատը, անորակը, չստացվածը չորակավորվի որպես հայկական, որովհետև ես դրան որակավորում եմ չհայկական։
Եվ դա միշտ եմ ունեցել այդ մոտեցումը։ Ես միշտ ասում եմ, որ ազնվաբարոն, շիտակը, լավը, թասիբովը դրանք են հայկականը։ Այն մյուսը չհայկականն է։ Մեր մեջ կան լիքը մարդիկ, ովքեր այդ չհայկական կոդը ունեն ու վարվելակերպը ունեն, բայց դա չի հայկականը։ Շուստրին չի հայկականը, ազնիվն է հայկականը։ Եվ այս դեր ասած կոնտեքստի մեջ միշտ ուշադիր եմ, թե իմ երեխայի ներկայությամբ դրա մասին ոնց է խոսվում, ոնց է ներկայացվում ու ինչն է որակավորվում որպես հայկական։ Որտեւ ինքը վերցնում է միանգամից։ Վստահ վերցնում է։ Մեկ-մեկ շատ ստրատեգ կերպով, հատուկ ծրագրով, երբ որ շատ ակնհայտ, կենցաղում շատ ակնհայտ երևում է հայկական լավ մոտեցումը։ Ավելի հյուրասեր են, ավելի զգուշ են, պայմանական օրինակ բերեմ։ 3 մեքենան լիցքավորելուց հետո այդ դռնակը բաց էր մնացել ու չէի փակել ու վարելու ընթացքում զուգահեռ այդ գծի վրա տղան ասում է, որ բաց է մնացել, ասում եմ երթևեկության մեջ եմ, մեկա չեմ կարողանալու իջնեմ փակեմ, ասում է ես հիմա կիջնեմ ու կփակեմ։ Ու ինքը հայ էր, կանգնեց, իջավ, փակեց ու ես շնորհակալություն հայտնեցի, ու ասում եմ Էրիկա, դու ուրիշ մեկին գիտես, ով որ կաներ դա բացի հայից, ու ասում է, որ չէ։ Այսինքն ես կարող էի լռել եւ աղաչանցնել, բայց ինձ համար կարեւոր է, որ ես նման օրինակ բաները ընդգծեմ, որ ինքը հիշի դրա մասին։ Այո։ Իհարկե խոսում ենք, որ բոլոր ազգերի մեջ լավն կա, վատն կա, որովհետեւ ես չեմ ուզում կուրորեն մեծացնել շատ հայասեր, որովհետեւ իսկապես մեր մեջ հանդիպում է չստացված կադրեր։ Բայց եւ այնպես շատ կարեւոր է, որ ինքը տեսնի, որ այս դրանք հայկական որակներ են։ Հա, Այնչը հետաքրքիր է Հայաստանից, որ շատ եք կարոտում ու զգում եք, որ շատ է պակասում։ Ձեզ համար։ Եթե ես խոսեմ իմ կարոտի մասին, իմ կարոտը հողն է, իմ կարոտը ջուրն է, իմ կարոտը մեր սարերն են։ Իմ ընտանիքի մեծ մասը, իմ ընկերները բոլորն այդտեղ են, բայց իրենցից բոլորից առաջ ես հողն եմ կարոտում։ Ու ելի եմ ասում, ամեն մարդու մոտ տարբեր կլինի։ Մենք կարոտում ենք այն, ինչ ճանաչում ենք։ Ես Հայաստանում արշավներ էի գնում, սարեր էի բարձրանում, միշտ բնության մեջ էի, ինձ համար կարևոր է եղել միշտ հայրենիքը ճանաչել, Երևանից դուրս, չգիտեմ, իմ քաղաք Վանաձորից դուրս, ուղղակի Հայաստանը, մի սրտաչափ երկիր է, որտեղ լիքը բան կա ճանաչելու, իմանալու։ Ես բոլորից ու ամեն ինչից առաջ կարոտում եմ հողը։ Այստեղ Բրբենք քաղաքում որ քշում ես, տենց սարերի շարք կա, ու ես միշտ հումորով ասում եմ, որ սա բազումի լեռնաշղթան է, բանտես անընդհատ համեմատականներ եմ տանում։ Էդի ուզում հարցնի, որ օրինակ շատ եմ լսում, որ ասում են Կալիֆոռնիան շատ է Հայաստանի նման, իր ռելիեֆով տենց բնությամբ, փորձում եք երբեմն ինչ-որ տենց մի հատ անկյուն գտնեք, որ ասեք, այս սա ոնց որ Հայաստանս լինի, մի հատ ինձ ստեղ զգամ Հայաստանում։ Իսկականում շատ տեղեր կան։ Առաջի հերթին այս հայաշատ քաղաքներում բոլոր տեղերը հայերը դարձրել են էսթետիկ, հաճելի, ապահով, որը ոչ մի ուրիշ տեղ ամեն դեպքում չես գտնի Ամերիկայի ուրիշ անկյուններում։ Այն նույն ապահովության զգացումը, ոնց որ ունենք մեր երկրում, շատ մոտ է այս հայաշատ քաղաքների զգացողությունը։ Նույն կերպ սրճարանները, ռեստորանները շատ նմանեցված են հայկական էսթետիկին, ճաշացանկին, այսինքն լիքը նմանություններ կան որպես այդպեսին։ Բնության առումով, այո, տեղեր կա, որ շատ նման է։ Տեղեր կա քշում ենք, ոնց որ Ալավերդին լինի, տեղեր կա քշում ենք, ոնց որ Դիլիջանը լինի, տեղեր կա քշում ենք, ոնց որ շատ հայկական զգացողություններ կա, երբ որ այս ուրբանիզացված քաղաքներից դուրս ես գալիս ու գնում ես դեպի անտառները, սարերը, շատ նմանություններ կա։ Այդ կարևոր է, էլի, որ համ հայաշատ վայրում եք ապրում, համ բնությունն անում, ոնց որ շատ օտարության մեջ չեք զգա, էլի, ենթադրում եմ։ Էլի պարադոքսալ է, եւ այո եւ ոչ։ Եվ զգում ես, որ հայրենիքում չես, եւ մխիթարվում ես, որ այսքան շատ հայրենակից կա, եւ միևնույն ժամանակ զգում ես, որ այսքան մարդ կա հայրենիքից հեռու, որից մեկը դու ես։ Շատ հակասական էմոցիաներ կան։ Խոսել միանշանակ այս կերպի կամ այն կերպի մասին, ամենակիչը ազնիվ չեմ լինի, որովհետեւ երկվություն կա այս բոլոր թեմաների մեջ։ Բայց փորձում եք տարվա ընթացքում հայերով ինչ-որ միջոցառումներ կազմակերպեք կամ դե ենթադրում եկեղեցիներում հավաքվում եք կամ հայկական ինչ-որ տոներ հայերով, հայ համայնքով նշեք, որ կապված լինեն։ Այստեղ ոչ թե փորձում ենք, այլ այստեղ այնքան շատ են բոլոր նման օրինակ միջոցառումները, բոլոր հայկական տոները այստեղ նշվում են, բոլոր ու նշվում են մեծ շուքով։ Զատիկի օրը եկեղեցիներում տեղու դադար չկար այնքան մարդ կար, շատ բազմամարդ էր,
այն կարգի, որ պետք է 2-3 ժամ հերթ կանգնեիր, որ կարողանայիր մտնել եկեղեցի։ Հետաքրքրության համար ձեզ համար Շոշան ջան, ես վիդեոներ կուղարկեմ այդ օրվանից, որ տեսնեք։ Բոլոր տոները նշվում է, Ծաղկազարդը նշվում է, հունիսի 1-ը նշվում է, ապրիլի 24-ին այդտեղ երթ կա։ Այսինքն բոլոր նմանօրինակ տոները եւ հիշատակի տոները ըստ արժանվույն նշվում են։ Մի բան, որ շատ արժանի եմ համարում նշելու, ամեն տարի ապրիլ ամիսը ամբողջ Կալիֆոռնիայում հայտարարված է հայկական մշակույթի եւ պատմության ամիս, որտեղ տարատեսակ միջոցառումներ են տեղի ունենում հայկական, որտեղ տարատեսակ հայկական պարային խմբեր, երգիչներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ են կազմակերպվում հայկական մշակույթը ցուցադրելու եւ հայերի համար եւ ոչ հայերի համար եւ շատ մեծ երթ տեղի ունենում դեպի այն հուշակոթողը, որը հենց ապրիլի 24-ի համար է, այո, ուզում եմ ասել, որ բոլոր տոները, բոլոր հայկական տոները ստարժանվույն նշվում են եւ այո, հայերը բոլորին էլ մասնակցում են հայկական պար, հայկական երաժշտություն եւ այդ ապրիլյան հայկական ամսվա շրջանակներում բոլոր դպրոցներում, Բրբենկում, Գլենդելում եւ շրջակա քաղաքներում, որտեղ որ հայկական ներկայություն կա, հայ երեխաներ կան, հայ ուսանողներ կան, դպրոցներում կազմակերպվում են ճանաչողական միջոցառումներ, որտեղ ոչ միայն հայերը, այո, ոչ միայն նաեւ անգլերեն լեզվով, ոչ միայն հայերը, այլ նաեւ ոչ հայերը ծանոթանում են մեր պատմությանը, տեղի ունեցածին, դրանից սովորած դասերը եւ անպայման կոչով ստեղծելու, առաջ գնալու եւ ինքս պատիվ եմ ունեցել անցյալ տարի ավագ դպրոցներից մեկում որպես խոսնակ ներկայանալու մի շարք այլ մարդկանց հետ հիշատակելու թե ոնց ենք դուրս եկել մենք ապրիլի 24-ից հետո որպես հայ ոնց ենք ընտրել շարունակել արարելով, ստեղծելով պահպանելով մշակույթը եւ այսպես որպես այդպեսին շատ մեծ գործ է արվում եւ բոլոր դպրոցներում այդ օրերին նամակներ են գնում ծնողներին եւ աշակերտներին եւ ընդհանուր հարգանքի մթնոլորտ կա դպրոցի մեջ որ ազգերի բազմազանությունը եւ դրանից բխող տոներն ու կարևոր առիթները ներկայացնելու, դրանց նշանակությունը պատմելու եւ հարգանքով մոտենալու մասին։ Հա, այսինքն կարող է մի ուրիշ ամիս էլ ուրիշ ազգի համար ոնց որ մշակութային ամիս։ Այո, հрьяաների համար կարևոր ամիս կա կամ հрьяաների համար կարևոր օր կա, հիշատակվում է իսպանախոս ժողովուրդների համար օր կա, որը հիշատակման արժանի է կամ ինչ որ հատուկ կերպ է, անպայման նշվում է այդ մասին, բայց գոնե ես չգիտեմ մի հատ ուրիշ ազգ, որը այստեղ մի ամբողջ ամիս իր մասին պատմելու արտոնությունն ունի։ Հա, բայց դրա մասին ինչ որ օրինակ ես առաջի անգամ լսեցի, չգիտեմ, միգուցե շատ չի լուսաբանվում դրա մասին, էլի։ Ես կարող եմ նյութեր ուղարկել, այո, ես կարող եմ նյութեր ուղարկել, որտեղ ամբողջ ապրիլ ամիսը կոչվում է Armenian Heritage Month, որտեղ նշվում է հայկական պատմական մշակութային ամիս, որտեղ ամեն ինչ հայերի հայկականության մասին է։ Շատ կարևոր այստեղ լրատվականներով լուսաբանվում են հայկական բիզնեսները, հայ գործարարները, հայկական դպրոցները, անհատ հայերի ձեռքբերումները, որպես այդպեսին շատ մեծ աշխատանք է տարվում եւ պիտի անպայման նշենք, որ այն անհատները, որոնք այսպես ասած ինֆլուենսերներ են, որոնք ազդեցություն են միջավայրի այն բոլոր հոլիվուդյան գործունեություն ծավալող հայերը, որոնք անուն ունեն, այն բոլոր մարդիկ, ովքեր, չգիտեմ, մշակույթի կամ այն ոլորտի մեջ, որպես այդպեսին արժևորված են, անպայման իրենց լուման ունեն դրանում, եւ եկեք նաեւ չթերագնահատենք այն շատ համախմբված հայկական հայ ծնողներին, որոնք պահանջատեր են պահանջում են այդ մասին, խնդրում են այդ մասին, օգտվում են պետության տված օրենքներից, որպեսզի կարողանան նաև նմանօրինակ առաջխաղացումներ ունենանք։ Հա։ Չէ, օրինակ ես Հայաստանի ոնց որ տեսանկյունով եմ նայում, երբևիցե լրաբերով կլինի կամ թեկուզ ինչ որ Facebook-ով ինչ որ միտեղ կարդաս ու ոնց որ քեզ լավ զգաս, որ վաու հայ համայնքը հլտես, ասենք Կալիֆոռնիայում ինչեր է անում,
Միգուցե ինչ Եվ չեն ամբողջ հանդիպել։ Կալիֆոռնիայում, դա չի վերաբերվում միայն Լոս Անջելեսին կամ այստեղի մի քանի քաղաքներին։ Նայ ամբողջ Կալիֆոռնիայում լիք այլ հայկական քաղաքներ կան, որտեղ ճիշտ նույն կերպ շարունակվում է այդ բոլորը։ Հա։ Ձեր երեխային, բայց դուք հենց հայկական դպրոց եք տանում, թե ամերիկյան ագնում, ամեն դեպքում նաև հայկական եք տանում, որ հայկական գրերը չմոռանա, մեր մշակույթը, պատմությունը։ Շատ լավ հարց եք տալիս ու շատ ճիշտ մարդու եք այդ հարցը տալիս։ Իմ աղջիկը երկրորդ դասարանը ամերիկյան դպրոցում եւ առաջին դասարանը հայկական նարեկ մշակույթի դպրոցյան կենտրոնում։ Ամերիկյան դպրոցում սովորում է ինչպես բոլորը, հայկական դպրոցում սովորում է ճիշտ այն նույն ծրագիր, ինչ որ Հայաստանում է։ Գուցե նաև փոքրինչ ավելին, որովհետև դասը սկսվում է հայ մնալու երթումով, ամբողջ դասարանը ոտքի կանգնած երթվում է հայ մնալ, եւ այնտեղ շատ սիրուն խոսքեր կա։ Ես հայ եմ, ծնվել եւ ծնվել եմ հայրենիքում, ապրում եմ հայրենիքից դուրս, երթվում եմ մնալ հայ, սիրել հայ եկեղեցին, շատ սիրուն այդպես երթում կա, որ ամբողջ դասարանը եւ երեխաները միասին ասում են, եւ որից հետո երգում են հիմն, լինելով նարեկ դպրոցի աշակերտ, էլի հայապահպանման մասին երգ է եւ ամբողջ ծրագիրը հայկական է։ 8-ամյա դպրոց է, որտեղ այբուբենից եւ գրաճանաչ լինելուց բացի նաեւ եկող տարիներին կսովորեն հայկական պատմություն, մշակույթ, եկեղեցու պատմություն։ Անտիր։ Բայց տարբեր նահանգներից, այսինքն պետքա գան, չէ՞, երևի միակ դպրոցը կլինի, չեմ կարծում ամենտեղ այդպիսի դպրոց լինի հայկական։ Ցանկացած տեղ, որտեղ կա ձևավորված հայկական գաղթօջախ, այսպես ասած, անպայման եկեղեցի ունենք։ Եվ որտեղ որ հայկական եկեղեցի կա, հայկական եկեղեցում վստահ հայաճանաչության դասեր կան։ Եվ այստեղ, քանի որ այնտեղ որտեղ որ մենք ենք, հայկական միջավայրը մեծ է, ահանջն էլ մեծ է, շատ հայկական եկեղեցիներ կան եւ ամեն հայկական եկեղեցում էլ կան այդ դասերը։ Չնայած նարեկը կապ չունի հայկական եկեղեցու հետ, այն իմաստով, որ եկեղեցու մեջ դպրոց չի, այլ առանձին կրթօջախ է։ Բայց որպես այդպեսին այս քաղաքներում շատ են։ Իսկ եթե ուղղակի ուսումնասիրենք ուրիշ նահանգներում, որտեղ որ հայկական փոքրիկ համայնք կա, անպայման հայկական հավաքատեղի, հայկական եկեղեցի, ինչ որ սկաուտական միություն կա, որտեղ անպայման հնարավորությունը կա սովորելու։ Հա, այդ կարևոր է, էլի, որ հա, թեկուզ հայրենիքից դուրս են, բայց ոնց որ ասեն, գոնե երեխաները հայկական տառերը իմանան, կամ գոնե մեր պատմության են ամենակարևոր կետերը, էլի, իմանան։ Կա հնարավորություն, եթե ծնողները կարևորում են դա եւ ջանք են թափում մոտ պահելու դրան։ Մի խնդիր, որ ես հաճախ եմ առերեսվում, այստեղ, դա նաեւ որ ծնողները այնքան ոգևորված են իրենց երեխաների անգլերեն խոսել կարողանալով, որ շատ հաճախ հետին պլանամողվում հայերեն խոսքը, էլի եմ ասում, ոչ բոլորի մոտ, բայց միևնույն ժամանակ այդ մասն էլ քիչ չի եւ այդ հատվածն էլ քիչ չի եւ պակաս մտահոգիչ չի։ Խոսքը դառնում է ինչ որ չափով թեդի հայերեն, համեմված անգլերեն բառերով, երեխաներից շատերը չեն կարդում հայերեն, չեն գնում, այս դպրոցները հասանելի են, բայց ոչ բոլոր ծնողներն են կարևորում այստեղ տանել։ Հա։ Հետո գրաֆիկ էլի ընդհանրում եմ, էլի, չէ, այնքան ծանր կլինի, որ երևի ժամանակ էլ չեն ունենա։ Արդարության համար այո, պիտի ասել, որ ժամանակը սուղ է, կյանքը շատ արագ է այստեղ գնում եւ չեն կարողանում համատեղել։ Ինչ խոս, նաեւ ֆինանսապես գուցե շատերը չունենան այդ հնարավորությունը վճարելու, որ երեխաները գնան այս մասնավոր, որտեղ սրանք բոլորը մասնավոր դպրոցներ են, հավելյալ վճարով։ Բայց իմ կարծիքով սա ամենակարևորն է, հատկապես տարության մեջ ապրող հայի համար, որ բոլոր ջանքերն ու ռեսուրսները կարողանան կենտրոնացնել, որ այստեղ հայ մեծացնելը շատ ավելի, այո, շատ ավելի դժվար ու կարևոր բան է, քան երբ որ Հայաստանում ենք։ Բացի այդ երեխայի համար ենթադրում եմ դժվար կլինի, չէ՞, ասենք հիմա մի դպրոց ենք ուղարկում են, որ հազվեն հասցնում դասերը սովորեն, անգիր սովորեն, էսի պատմելա, հիմա եթե պիտի եւ հայկական դպրոց գնա եւ ամերիկյան դպրոց,
այդ երեխայի մեջ է պիտի այդքան էներգիա լինի, որ երկուսն էլ հասցնի, չէ՞։ Թե նա շաբաթվա մեջ միգուցե քիչ է օրերը հայկականը։ Հայկական դպրոցները հիմնականում շաբաթօրյա են։ Հա։ Եվ շաբաթը մի տառ են սովորում։ Եվ դա իմ կարծիքով նորմալ տեմպ է, որ կարելի է օրը ճիշտ կազմակերպելու դեպքում համատեղել, եւ այս փոքր տարիքում շատ ավելի արագ ու հեշտ են ըմբռնում ու ավելի արագ են սովորում, քան եթե հույսներս դնենք ավելի մեծ տարիքի վրա։ Հնարավոր է, եթե կա նպատակ, եթե կարևորվում է ու եթե դրա համար հնարավոր պայմաններ են ստեղծվում։ Հա։ Օրինակ դուք զգում եք տարբերություն հայկական դպրոցի մոտեցման ու ամերիկյան դպրոցի մոտեցման հետ մատուցելու հետ կապված էլի։ Շատ լավ հարց եք տալիս, հատկապես մեկին, որ այդքան շատ մանր վերլուծում է ամեն իր շուրջը, ինչ որ տեղի անում իմ շուրջը, այո, ու այդ նախանձախնդրությունը առաջացնում ինձ մոտ, որովհետև Հայաստանում մենք այդքան զգույշ եւ այդքան ուշադիր չենք մոտենում այն կարևոր բաներին, որտեղ ինչին որ այստեղ են ուշադրություն դարձնում։ Օրինակի համար։ Օրինակ, հա։ Երեխան դեռ 6 տարեկանից ճանաչում է իր դրոշի պատմությունը, գերբի պատմությունը, առաջին նախագահին, նրա կենսագրական որոշ դրվագներ եւ մի բան, որ Ամերիկայի մասին բոլորը կհաստատեն, այստեղ դրոշները սարսափելի մեծ չափերի են։ Եվ այս բոլորը ունի հոգեբանական շատ մեծ ներազդեցություն։ Երբ որ ես տեսնում եմ իմ երեխան գալիս է ու խոսում է Ջորջ Վաշինգտոնից եւ իրենց դրոշից, ինձ մոտ պատվախնդիր հայ արտանում է ու ես սկսում եմ պատմել հայկական մշակույթից, մեր դրոշից, մեր գերբից, մեր առույցից ու մեր արծվից։ Մինչդեռ ես չեմ տեսնում, ես Հայաստանում լինելով այդքան ակտիվ, ես չեմ տեսել, որ մենք դա անում ենք, որովհետև մենք կարծում ենք, որ չենք էլ կարծում ոչ մի բան, պարզապես չենք անում դա եւ չենք խոսում դրա մասին։ Մինչդեռ այստեղ դեռ մանկապարտեզից սերմանում են դրոշի, գերբի, պետականության, առաջին նախագահի, չգիտեմ, բոլոր նախագահների, այստեղ բոլոր նախագահների հետ կապված, որոնք որևէ արժանի բան են արել կամ լավ են ղեկավարել, ազատ օրեր կան, ոչ աշխատանքային օրեր կան, եւ երեխան հիշում է, թե ինքը այդ օրը ինչի է ազատ օր վերցրել դպրոցից, որովհետեւ դա այսինչ մեկի նվիրված օր է։ Ես չեմ հիշում, որ մենք երբևէ Տիգրան Մեծին, Տրթատին կամ չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ X1-ին մեծարում ենք, որովհետեւ չունենք մենք այդ մոտեցումը։ Մի ուրիշ բան, որ էլի այս հարցին է վերաբերվում, շատ կարևորում եմ մեթոդները, շատ կյանքի մեջ երևացող ակնհայտ բաներ։ Սերը ոստիկանի նկատմամբ հատուկ միջոցառումներ են անում, որտեղ սիրել եւ հարգել են սովորեցնում ոստիկանին։ Առաջադրանք էինք ստանում առաջին դասարանում, որ պիտի բացիկ գրենք եւ տանենք անձամբ հանձնենք կամ ոստիկանին, կամ հրշեջ աշխատողին, նկարվեինք իրենց հետ ու այդպես report, հա, հաշվետվություն էինք սարքում, որ պետք է դպրոց տանենք։ Բայց ձևական չեք անում այդ ամեն ինչը, ոնց որ անում եք անելու համար, թե իրոք բացարձակ։ Եթե պիտի պատմեմ իմ ընտանիքի, իմ երեխայի եւ մեր մոտեցման մասին, ու ինձ նման շատերը, ոչ, ձևական չի, ընդհակառակը։ Ես նույնը Հայաստանում էի սովորեցնում իմ աղջկան, որ ոստիկանը քո ընկերն է, երբ որ դու կարիքի մեջ ես, առաջինը որ պիտի մոտենաս դա ոստիկանն է, եւ այո, հետաքրքիր մի բան կար, որ Երևանում էինք, գազալցականներից մեկում ոստիկան կար ու իմ աղջիկը այդ ժամանակ փոքր էր, տենց 5 տարեկան էր, ոգևորված մոտիկացավ, բարևեց ոստիկանին, տենց շատ ջերմ զրուցեցին ու այդ ոստիկանը ասեց դուք այն քիչ մամաներից եք, որ չեք վախացնում ոստիկանով, չեք ասում այդ էս ոստիկանին կասեմ, դուք ընդհակառակը բերել եք, բարևում եք եւ այլն։ Այսինքն այս մոտեցումը ինձ մոտ կար Հայաստանում, բայց այստեղ դա ոչ թե անհատով պայմանավորված վերաբերմունք է, այլ դպրոցից եկող վերաբերմունք է, որը բոլորին են սովորեցնում։ Այդ մի բան էլի շատ կենցաղին, առօրյային վերաբերվող հարցեր կան, որոնք որ մենք չունենք։ Պայմանական օրինակ, մի հատ էլ օրինակ բերեմ, Հայաստանում մենք չենք սովորեցնում փողի հետ վարվելու ձևը։ Դա շատ ընտանեկան, անհատական մոտեցում է, թե ես իմ երեխային ոնց կսովորեցնեմ, դուք ձեր երեխային ոնց կսովորեցնեք։ Իսկ այստեղ դպրոցում հատուկ առաջադրանք կա, որտեղ երեխան պիտի ունենա պայմանականորեն $20
բոլոր պայմանական թվեր եմ ասում, եւ ինքը պիտի սովորի $20 մեջ կարողանա տեղավորվի ամենակարևոր եւ առաջնային անհրաժեշտությունը գնելու։ Եվ այստեղ հատուկ կենտրոններ կա, խաղահրապարակային, ինչ որ տենց առանձին, հա, երեխաներին զբաղեցման կենտրոններ, որտեղ սուպերմարկետներ է սարքած։ Եվ որտեղ երեխան սայլակը վերցնում է, սկսում է գնումներ անել, այսինքն դեռ փոքր տարիքից երեխայի մեջ սովորեցնում են փողը ծախսելու, կարևորը գնելու, չգնելու, այս process-ը, որը մենք ենթադրում ենք, որ երեխան կիմանա, բայց մենք ոչ մի կերպ դրա մասին չենք սովորեցնում։ Այստեղ մշակույթ է դարձել դպրոցական ծրագրի մեջ կյանքում կարևոր կենցաղային հատվածները կրթելու, շտկելու, աղբի տեսակավորումից մինչև առևտուր անել, մինչև դրոշը հարգել ու նմանօրինակ բաները դասի մեթոդոլոգիայի մաս են կազմում։ Հետաքրքիր է։ Օրինակ, ինչ ասում եք, sense մտածում եմ, կա, մեր մոտ էլ կա, այնպես չի որ չկան այդպես բաներ։ Հա, թեմա կա, որ դրոշի գույներն են բացատրում, որը ինչի համար է կամ թեկուզ գերբը, արյուծը ինչի համար է, բայց մի տեսակ ոնց որ ինձ թվում է ձևական ասում ենք ու առաջ ենք գնում։ Բոլոր դպրոցներում, բոլոր դասասենյակներում իրենց դրոշը կա փակցված։ Այսինքն հատուկ վերաբերմունք են սովորեցնում ու դա ոչ թե ֆետիշացված, այլ իսկապես դեռ փոքր տարիքից սեր են սերմանում ու դա ինձ մոտ նախանձախնդրություն է առաջացնում։ Շատ կարևոր է, որ այդ սերը ոնց որ ամերիկացիք են տածում իրենց երկրի պետականության, այստեղ որ մի հոգի զոհվել է իրանց, չգիտեմ, նավատորմային որևէ կռիվների ժամանակ, աստվածացնում են, մեծացնում են, հատուկ թղթեր լրացնելու ժամանակ դու նշում ես, որ քո ընտանիքում նման օրինակ մարդ կա, քեզ հատուկ արտոնություններ են դրա համար տալիս, քեզ հետ ուրիշ կերպ են վարվում, քեզ հետ լրիվ ուրիշ կերպ է մոտեցումները։ Հա, դե արդեն ֆինանսից է կախված, երևի իրենց այդ, չգիտեմ, պետական կառույցների մոտեցումից է։ Մենք արդեն մեզ համար սովորական է դարձել հայրենիքի համար կյանքը տալը։ Ախր այնքան շատ են, թեկուզ նոր որ ասում եք, այս ինչ նախագահի օրնա որ բան, մենք որ այդպես որոշեք ոչ աշխատանքային օրեր սարքեք, երևի տարվա 365 օրն էլ պիտի ոչ աշխատանքային լինի, չէ՞։ Շուշան ջան, ես քո հետ կհամաձայնեի, եթե դա լիներ բոլորը վաստակած լինեին դա։ Բայց ես վստահեցնում եմ քեզ, եթե դու մի օր ուղակի փողոցում հարցում անցկացնես, ես վստահեցնում եմ քեզ, որ 10-ից 9 Արամ Մանուկյանի մասին ոչինչ չի իմանալու։ Ես քեզ վստահեցնում եմ, որ այդտեղ շատերին, որ չգիտեմ, սահմանադրության օրը հարցնես ինչու են այսօր ազատ, իրանք չգիտեն։ Իսկ այստեղ ոնց որ ձևական անենք էլի շատ բաներ։ Դե իրականում մեր մեջ այդ ձևը հաղթել է բովանդակությանը ու մենակ տոների առումով չէ, լիք կրթության առումով էլ է ձևը հաղթել բովանդակությանը, հագուստի առումով էլ է ձևը հաղթել բովանդակությանը, բոլոր ոլորտներում մենք տանուլ ենք տվել ձևին։ Իսկ այստեղ մի բան, որ ելի եմ ասում, լինելով շատ հայասեր, ասում եմ սա ընդհանրապես ցավով ու ոչ թե արտոնություններ տալով, այլ ուղղակի կարելի է սովորել այս բոլորից մեր մոտ ունենալու այդ բոլորը։ Օրինակ վերցնել։ Այո, այն կարևորագույն մարդիկ, որոնք ունենք, իսկապես, իսկ մենք քիչ չունենք, գոնե պետքա երեխաներին նրանց մասին պատմել, գնահատել, սովորեցնել։ Պարտադիր չի ամեն օր ազատ օր ունենալ, բայց պարտադիր այդ մասին իմանալ։ Այ հետաքրքիր որ ասում եք կրթության առումով էլ ենք տանուլ տվել, այդտեղ դուք ո՞նց եք զգում, որ օրինակ այս շատ լավ է, այստեղ կրթության այդ մակարդակը կամ թեկուզ երեխաները հաճույքով են այդտեղ դպրոց գնում, ո՞նց է լինում, որ այդքան ստացվում է ենթադրեք մակարդակը բարձր լինի, իսկ Հայաստանում գտնում եք, որ տանուլ ենք տվել։ Եթե Ես պետք է շտկեմ դա, այսինքն իմ խոսքը այն է, ինչ որ ես ասել եմ, բայց ձեր վերարտադրած հատվածը պետք է մի փոքր ոնց որ անցնեմ վրայով։ Այն իմաստով, որ ես երբ որ ասում եմ, որ մենք կրթության մեջ ենք տանուլ տվել, որովհետև ձևը հաղթել է բովանդակությունը, տարիներ շարունակ դիպլոմն է կարևորվել, գնահատականն է կարևորվել, գիտելիքի փոխարեն։ Սա է նկատի ունեմ, երբ որ խոսում եմ Հայաստանում եղածի մասին։ Բայց ես ամենևին նկատի չունեմ, որ այստեղ կրթական մակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում, եթե խոսում եմ միջնակարգ, եթե խոսում եմ դպրոցների մասին։ Դպրոցներում հայկական
Իհարկե ես ամեն ինչ խոսում եմ իմ անցած ծրագրի մասին, որովհետև հիմա մեկ-մեկ տեսնում եմ բաներ, որոնք որ հիմա հայկական գրքերի բովանդակությունն են, ես ծանոթ չեմ դրանց, այո, ծանոթ չեմ դրանց, ինքս լավ վերաբերմունք չունեմ այն բոլորին, որը որ տեսնում եմ, լիքը կարևոր հատվածներ, այո, լիքը կարևոր հատվածներ հանել են դասագրքերից։ Այսինքն ես խոսում եմ այն ծրագրի մասին, որին ես ծանոթ եմ եղել, երբ որ ես եմ եղել աշակերտ, եւ ամենևին տեղեկացված չեմ նորագույն, այո, չգիտեմ սրա մասին։ Եթե խոսում եմ այն ինչի մասին, որ ես եմ ծանոթ Հայաստանում, մենք ավելի բարդ խնդիրներ ենք սովորել լուծել երկրորդ, երրորդ դասարաններում, ավելի շատ թեմաներ ենք սովորել, ավելի շատ լեզուներ ենք սովորել, որպես այդպեսին ծրագիրը ավելի խիտ է եղել եւ ավելի պահանջկոտ է եղել դպրոցը մեր ժամանակ, երբ ես էի ուսանում, երբ դուք էիք ուսանում։ Այստեղ դպրոցական հատվածը շատ ավելի պարզ է, շատ ավելի պրիմիտիվ է, շատ ավելի դանդաղ են առաջ գնում եւ մեթոդոլոգիան է շատ տարբեր, այսպես։ Իսկ արդեն համալսարանական կրթությունը այստեղ չեն սովորում բոլորը, ինչպես Հայաստանում։ Այստեղ եթե ընտրել ես սովորելը, ապա սովորում ես եւ էլի համալսարանական առումով էլի շատ նեղ մասնագիտական է։ Տարիներ չես կորցնում սովորելով մի բան, որը չես սիրում։ Եթե սովորեցիր մի տարի, չգիտեմ, մի կիսամյակ եւ հասկացար, որ սա քոնը չէ եւ ուզում ես փոխել, կրթական համակարգը շատ ճկուն կերպով թույլ է տալիս, որ այդ քո հավաքած միավորները, այդ կրեդիտները օգտագործես, տեղափոխես քո բյուջինը, այո։ Իսկ Հայաստանում, եթե դու ընդունվել ես հաշվապահական հաշվառում, դա նշանակում է, որ 4-5 տարի դու մնացիր դրա վրա ու փոխել նշանակում է ամեն ինչ զրոյից սկսել։ Մինչդեռ այստեղ այդ ամեն ինչ շատ ճկուն է եւ հարմարեցված է, որ մարդը գտնի այն մասնագիտությունը եւ ստանա այն կրթությունը, որը իսկապես ծառայելու է իրեն, իր պետությանը եւ այդ բոլորի շահին։ Այս առումով որ տարբեր է։ Այլապես Հայաստանում իսկապես կա շատ լավ ռեսուրս, երեխաները բնականից սովորել սիրում են, գոնե ես խոսում եմ այն շրջապատի մասին, որին ես եմ ճանաչում, եւ այն միջավայրը, երբ որ ես էի մեծանում։ Մենք եւ կրթությունն ենք կարեւորում ընտանիքում, եւ երեխաներն են սիրում սովորել, եւ եթե ամեն մարդ իր տեղում լինի, եւ կրթությունը լավը կլինի, այստեղ կրկնվում եմ արդեն, բայց դպրոցական ծրագիրը խիստ տարբերվում է հայկական դպրոցական ծրագրից, ավելի բարձրացված է, համալսարանական կրթությունը ավելի նեղ մասնագիտական է ու շատ ավելի արդեն խորը գիտելիքների է։ Բայց եթե միջնակարգ դպրոցը շատ պրիմիտիվ է սարքած, ենթադրում եմ ավելի հեշտ կսովորեն, չէ՞, երեխաները, քան թե այն ժամանակ մենք, որ այդքան բարդ, չգիտեմ, երբեմն ես է որ նայում եմ, այս մեր հիմիկվա, ասենք երեխաների սովորածը, ասենք առաջի դասարանում ինչ են անում, ու մենք առաջի դասարանում միանգամից մի ամսվա մեջ ենթադրում եմ միանգամից ոնց որ տարերով սովորեինք, չէ՞, մեր ժամանակ։ Մեր համար դժվար էր, իսկ ոնց որ հիմիկվա երեխեքի համար ավելի հեշտ է, չէ՞։ Ավելի լավ չի որ հեշտ է։ Այն որ նյութը քչացրել են, դա դեռ լավ բանի մասին չի խոսում։ Հա։ Այս որտեղ համամիտ են։ Այդ նշանակում է, որ սկսել ենք ավելի քիչ կարողանալ վերցնել, ավելի քիչ ենք կարողանում process անել, առաջնահերթությունները ավելի շատ բաների է տրվում, ու մենք գիտենք, երբ որ մենք էինք մեծանում, տեխնոլոգիաները այսքան չկային կամ համարյա չկային, եղածը հեռուստացույց էր, այդ էլ ոչ բոլոր հաղորդումներն էր, որ մանկական էր ու մեզ համար հետաքրքիր էր, բակային խաղերն էին, դասներ, ու այսպես կյանքի բալանսը լրիվ ուրիշ էր, չես համեմատի հիմիկվա հետ, ընդհանրապես չես համեմատի, որովհետև մերօրյա զբաղվածությունը խիստ տարբերվում է մեր ժամանակների զբաղվածության հետ։ Դրա համար հիմիկվա նյութը քիչ է եւ պարզեցված, որը ամենևին չի խոսում ավելի լավ կրթական մակարդակի մասին, քան նախկինում է եղել, բայց եւ այնպես էլի եմ ասում, ես մի քիչ հավատում եմ, որ ընտանիքում դրված կարգը ազդեցություն է ունենում երեխայի կրթական մակարդակի վրա
Երբ որ դու ժամ ես հատկացնում իր հետ աշխատելու, երբ որ դու ժամ ես հատկացնում իր հետ դասերն անելու, երբ որ դու կարողանում ես ժամ հատկացնել գիրք կարդալու, այս բոլորը ավելացնում են։ Հետևողականությունը ավելացնում է այդ մակարդակը։ Հա, որովհետև եթե ծնողը գտնում է, որ դպրոցի տվածը քիչ է ամեն դեպքում, այսօր այնքան հնարավորությունները շատ է, որ թեկուզ ինտերնետից գիրք էլ կարաս գտնես ու քո երեխային լրացուցիչ այնքան ինֆորմացիա տաս, որ ասենք պարտադիր չի էլի դպրոցը այդքան տա, կարևորը ոնց որ եսիմ գոնե հաճույքով երեխան դպրոց գնա։ Ուղղակի ժամն է քչացել, կյանքը կարճացել է։ Այլևս 24 ժամը չէ, այո։ Հա։ Ծնողները չեն հասցնում պարզապես։ Հա։ Իսկ երեխաները մի անգամ ասեցին ԱՄՆ-ում ոնց որ բակ չլինի, որ երեխան պետք է իշնի հարևան երեխայի հետ իրավունք չունի խաղա, մենք որ ասում ենք հայաթ են գնում գնդակով խաղան, այտենց հասկացություն չկա այդտեղ, այդպես է թե չէ։ Իսկապես չկա այդ հնարավորությունը, բայց էլի այս հայաշատ քաղաքներում առավելությունները փոքրինչ շատ են համեմատած Ամերիկայի մյուս նահանգների հետ։ Ես ընկերներ ունեմ, ովքեր ապրում են ավելի ոչ հայաշատ տեղերում, որտեղ խիստ ամերիկյան մշակույթ է, եւ այդ ձեր ասած բոլորը, այսինքն իմ պատմածը եւ իր պատմածը խիստ հակասական կլինեն։ Այստեղ այգիներ կան, դաշտեր կան, խաղահրապարակներ կան, որտեղ երեխաները շատ են խաղում են, իհարկե չեն խաղում գործնագործ կամ հալամոլա, ուրիշ խաղեր են խաղում, բայց խաղում են։ Բայց օրինակ մի քանի օր առաջ իմ աղջկա բարի դպրոցի բակում բարի դասից հետո ես ուղակի կազմակերպեցի, սկսեցինք բոլորը գործնագործ խաղալ, ծնողները, երեխաները ու բոլորը նենց ոգևորվածությամբ էին խաղում, ծնողները նոստալգիկ կերպով էին միացել, երեխեքի համար նորություն էր, որովհետև այդ խաղերին չեն ճանաչում, եւ ծնողների հետ խաղալը ոգևորող էր, եւ հիմա ամեն բարի դասից հետո մեզ ստիպում են, որ մենք խաղանք իրանց հետ։ Անտիր։ Ու ես ծնողների հետ քննարկում եմ, ասում եմ, տեսնում եք, որ ոչ թե երեխեքը չեն ուզում խաղան, այլ մենք չենք էլ ստեղծում ցավայրը, որ խաղան երեխեք այդ խաղերը։ Եթե համեմատենք ԱՄՆ-ի բժշկությունը ու դե նոր եք գնացել Հայաստանից, այնպես չի որ մոռացել եք Հայաստանի բժշկության ոնց որ որակը սպասարկում է։ Ինչ եք կարծում, շատ ենք հետ ԱՄՆ-ից։ Հակառակը։ Բացարձակապես հետ չենք եւ առաջ ենք։ Ամեն առումով ենք առաջ։ Եվ սպասարկման ոլորտում, ցանկացած սպասարկման ոլորտում մենք առաջ ենք։ Մասնավորապես բժշկության մեջ եւ սպասարկման ոլորտն է շատ լավը Հայաստանում, մոտեցումը կապ չունի ինչքան վատ դեպքերի կհանդիպենք, մունաթի կհանդիպենք, այնուամենայնիվ Հայաստանում դա շատ ավելի լավ տեղում է։ Երկրորդ, մեզ բոլորիս բժշկությունը հասանելի է Հայաստանում։ Այստեղ ոչ։ Ինչու՞։ Այստեղ հայերը որ գալիս են շատ շտապ մի քանի բառ են սովորում։ Մեկը emergency բառն է, դա շտապ օգնությունն է, հա։ Այստեղ երբ որ դու վատ ես զգում քեզ, գնում ես emergency, որտեղ որ կարող ես ժամերով այդպես վատ զգալով սպասել ու ոչ մեկ քեզ չի մոտենում, քանի դեռ քո հերթը չի հասել։ Ավելին անտարբերություն չի, դա է համակարգը։ Ինքը չի կարող քեզ ավելի շուտ վերցնել, քան քեզնից 10 րոպե եկած գրանցված մարդուն, կապ չունի, որ դու ավելի վատ ես, քան այն մյուսը։ Հա։ Կարող մերդում եմ, բայց կարող է եւ մեռնես, բայց քո հերթը չի եկել։ Կարող է դու քո հերթին սպասելով մեռնես եւ կան այդ ձև դեպքեր, շատ կան։ Միևնույն ժամանակ քո ատամը ցավում է, բայց քո ատամնաբուժը տեղ չունի, ժամ չունի վերցնելու։ Էլի պետքա դիմանաս մինչև քո օրը գա։ Այստեղ չափազանցված չի, երբ որ ասում ենք, որ պետքա պայմանավորվածությունները, հա, այդ appointment-ները վերցնես, գրանցնես դեռ ամիսներ առաջ, այո։ Եվ եթե կորցրեցիր քո այդ վերցրած ժամը հանդիպման, դա նշանակում է, որ էլի մի ահագին ժամանակ կհետաձգվի։ Այս բոլորը իրական են, մեր առօրյան են, եւ այո, այստեղ ամիսներով, շաբաթներով կարող ես սպասել, որ քո հերթը գա։ Հայաստանում դու դա չունես։ Իմ առաջին սպասներից մեկը, որ ես երկրում ես ունեցել եմ, դա հենց դա էր, որ Հայաստանում հասանելի էր, քո բժիշկը քեզ սիրում է, ճանաչում է, գիտի քո խնդիրը, զանգում ես, թեկուզ իր աշխատանքային ժամից դուրս, բայց հրատապ քեզ կընդունի, որովհետև դու կարևոր ես, քո առողջությունը կարևոր է։
Այստեղ այդպես չի։ Երբ որ գա քեզ տեսնելու ժամը, իրենց լավագույնը կանեն, բայց մինչև դա կներես, բայց պետք է սպասել։ Այդ խիտ գրաֆիկի մեջ բայց հասցնում եք ընդհանուր օրինակ հանգստանալ կամ ճամփորդել, ամեն դեպքում ժամանակ տրամադրել ոնց որ ձեր ռելաքսին։ Սխալ մարդու եք հարց տալիս, որովհետև իմ պատասխանը շատ սուբյեկտիվ է եւ միայն ինձ համար է։ Եթե ընդհանուրի մասին խոսեմ, կասեմ ընդհանուրը հիմնականում չի կարողանում դա անել, որովհետև իսկապես ապրում են weekend-ից weekend, հա, այսինքն սպասում են շաբաթվա վերջի ազատ օրը երբ լինելու, ու այդ օրը այնքան կարճ է, որովհետև եւ կենցաղին պիտի նվիրվի, եւ երեխաներին պիտի նվիրվի, եւ պետքա ինչ-որ չափով անձնական ժամ ունենալ, եթե իհարկե կարող են այտենց ճոխություն թույլ տալ իրենց։ Հետևաբար շատերը կասեն ոչ, շատերը կասեն այո, չնայած հայկական ֆակտորը դեր է խաղում։ Դա մի քանի ժամով կլինի, թե մի կիրակի, անպայման կհավաքվեն, խորոված կանեն, ինչ-որ ընկերներով կհավաքվեն, այդ սոցիումը միշտ պահվում է։ Ինչ վերաբերվում է ինձ, ես կյանքում ուղղակի մի մոտեցում ունեմ, որ կյանքը ապրելու մասին է, ու ես կարողանում եմ ստեղծել այդ հնարավորություններն ինձ համար։ Այստեղ մշակութային կյանքը եռում է, հայկական, լիքը ներկայացումներ կան, լիքը համերգներ կան, լիքը ցուցահանդեսներ կան, ես ինքս միշտ հիմնականում բոլորին մասնակցում եմ ու շատ ակտիվ եմ։ Այլ երկրներ ճամփորդություններ։ Այստեղից ոչ, այստեղ արդեն ամեն մի նահանգ գնալը արդեն հավասար է ոնց որ մի հատ նոր երկիր գնալու, որտեղ նահանգից նահանգ եւ քաղաքից քաղաք տարբեր մշակույթ, տարբեր խոհանոցներ ու տարբեր բաներ եք տեսնում։ Այստեղ այո, այս կարճ ժամանակահատվածում լիքը նահանգներում եղել ենք եւ լիքը քաղաքներում եղել ենք, իսկ Հայաստանում եղած ժամանակ այո, նաև ճամփորդել ենք այլ երկրներ։ Հա։ Հայաստան դեռ չեք եկել այս 3 տարվա մեջ։ Դեռ չէ։ Հա, շատ լավ։ Դե լավ, տամ իմ վերջին հարցը։ Ես կասեմ նախադասություն, դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք ինչն եք սիրում։ Սարն եմ սիրում, բարն եմ սիրում, մարդն եմ սիրում, ջուրն եմ սիրում։ Գրկելն եմ սիրում։ Գրկելը։ Այո։ Հետաքրքիր։ Բայց ամեն դեպքում այդտեղի հայերով էլ չեք, չէ՞։ Այնպես չի որ շատ սարդ եք իրար հանդեպ, այդ որ ասի գրկելը այդտեղ էլ եք, չէ՞, ոնց որ ասած այդ գրկախարդությունը կա, որ մենք սիրում ենք, չէ՞, իրար հանդիպեն, պաչի կանեն, պարտադիր։ Այստեղ էլ կա այդ ջերմությունը ու Շուշան մի բան որ անպայման ուզում եմ կարևորեմ, մի բան որ ինձ համար բացահայտում էր ու ուզում եմ կիսվեմ դրանով։ Ամերիկայում Լոս Անջելեսյան հայությունը խիստ բազմաշերտ է, խիստ։ Եթե մենք Հայաստանում ասում ենք հայ ու հասկանում ենք մի հատ ընդհանուր հայաստանցի, հայաստանցի, Ամերիկայում Լոս Անջելեսում մասնավորապես հայկականությունը, հայը դա խիստ բազմաշերտ մի բան է, որովհետև այստեղ կա լիբանանահայ, որը լրիվ ուրիշ մշակույթ եւ ուրիշ մոտեցում է եւ ուրիշ դաստիարակություն է եւ ուրիշ հայ կերպ է։ Այստեղ կա պարսկահայ, լրիվ ուրիշ մշակույթ է, լրիվ ուրիշ շերտ է, լրիվ ուրիշ դաստիարակություն է։ Լրիվ ուրիշ խոսք է, լրիվ ուրիշ երաժշտություն է, լրիվ ուրիշ ամեն ինչն է ուրիշ։ Այստեղ կա 90-ականներից առաջ եկած հայերի շերտ, որ լրիվ ուրիշ մարդիկ են, լրիվ ուրիշ պերսպեկտիվա է, լրիվ ուրիշ մոտեցում է, լրիվ ուրիշ երաժշտություն է, լրիվ ուրիշ խոսք է։ Այստեղ կա 90-ականներին եկած հայություն, որ 90-ականների հայություն է, լրիվ ուրիշ խոսք է, լրիվ ուրիշ մարդ է։ Դա իր դժվարությունն է, բայց առաջացնում, չէ՞ որ Եվ այստեղ կա վերջին տարիներին Հայաստանից եկած հայեր, որ լրիվ ուրիշ կերպ են, լրիվ ուրիշ մոտեցում է, լրիվ ուրիշ երաժշտություն է, եւ այստեղ կա շերտ, որ այս բոլորի ծնված երեխաներն են, որոնք երկրորդ, երրորդ սերունդներ են, որոնք լրիվ ուրիշ հայեր են, լրիվ ուրիշ մտածելակերպ է, այնքան բազմաշերտ է հայությունը այստեղ, ու այնքան բազմաշերտ է մշակույթը հայկական այստեղ, եւ այնքան տարբեր է ամեն մեկի հայերեն խոսքը այստեղ, որ այստեղ դու չես կարող բոլորին մի պրիզմայի մեջով անցկացնել, մի կերպ մտածել իրենց մասին, եթե դու ուզում ես ճիշտ լինել, պիտի ճանաչես շերտը, պատմությունը, ակունքը, անցած ճանապարհը, որովհետև
Այստեղ Հայաստանում հեշտ է։ Հայ ենք, Գորիսեցի ենք, Լոռեցի ենք, չգիտեմ որտեղից է, շատ հեշտ է տեսակավորելը։ Այստեղ անսահման շերտավորված է, անսահման ու իրարից տարբեր ու իրարից առանձին ու միևնույն ժամանակ հայ։ Հա, հետաքրքիր է։ Ու այստեղ եկեղեցու դերը ինձ թվում է այնքան մեծ է, որ ինքը ոնց որ պետքա իր դժվարքը դնի, էլի, թեկուզ այդ հայկական դպրոցները, որ թեկուզ հա պարսկահայ կամ մի ուրիշ տեղից եկած հայ է, ինքը փորձի ոնց որ իմանա որ կոնկրետ էս է, ոնց որ հայկականն է, էլի, ոչ թե իրենց Պարսկաստանում տեսածը կամ Սիրիայում տեսածը։ Այդպես էլ կա իրականում, իսկապես հայկական եկեղեցին միավորող բոլորին։ Այո, եւ բոլորին էլ տեսնում ես եկեղեցում։ Հա, շատ լավ։ Պարզապես ասածս նա է, երբ որ խոսում ենք լոսի հայություն, պիտի հասկանանք ում մասին ենք խոսում։ Այո, պիտի իմանանք ում մասին ենք խոսում, որովհետև առաջին հատվածից, առաջին աչքով, հա, լրիվ ուրիշ շերտ ես տեսնում, ճանաչում ես։ Այո, բազմաշերտ, եւ կա այն առաջի շերտը, որը միշտ բոլոր երկրներում առաջինն է երևում, որը միշտ չէ, եւ ես կասեի հիմնականում որակի մասին չէ։ Եվ դրանից հետո գալիս են մարդիկ, ովքեր գիտության, արվեստի, տնտեսության կարևորագույն մարդիկ են եւ օտարության մեջ արժեք են ստեղծել, անուն են ստեղծել ու իրենց հայ անունը բարձր են պահել։ Մի բան էլ, որ անպայման ուզում եմ, եթե անգամ չօգտագործես քո նյութի համար, զուտ քեզ համար իմանաս, էլի երկու մոտեցում կա հայ լինելու հետ այստեղ կապված։ Մարդիկ, որոնք եկել են շատ շուտ, հանդիպել են շատ մեծ քանակությամբ ռասիզմի, խտրականության եւ սովորել են շատ լավ անգլերեն եւ լիքը ծնողներ արգելել են երեխաներին տանը հայերեն խոսել, որ իրենց անգլերեն խոսքը զարգանա եւ դրսում իրանք չի ենթարկվեն որևէ տեսակի ճնշումների, այդ շատ շուտ բան է, հա։ Այո։ Այս որպես այդպեսին ու այս երեխեքը իրենց ազգանուններն են փոխել։ Վերջի յանը կրճատել են, ինչ որ կերպ փոխել են անունները, հա։ Ասենք կարող է լինի, չգիտեմ, Armen Moses Մովսիսյան չլինի, բայց մի հատ հատված էլ կա, որ ոչ, յանը պահում ես ու դառնում ես հաջողակ յանով, որ իմանան, որ դու հայ ես ու այդ յանը հային է պատկանում։ Այսինքն մոտեցումները շատ տարբեր են ու էլի կապ ունի, որ ժամանակահատվածում են հասել Ամերիկա։ Այդ ժամանակի մոտեցումներ էր։ Մենք այստեղ բացահայտել ենք մի գյուղ, որը ամբողջ Ամերիկայում միակ հայկական անվանում ունեցող տարածքն է։ Այստեղ Արցախ փողոց կա, դրա մասին չեմ խոսում, Little Armenia փողոց կա, հա, բայց ես կոնկրետ խոսում եմ, որ մի ամբողջ գյուղի կամ քաղաքի անուն հայկական լինի, կոչվում է Եդեմ։ Հա։ Ուղղակի արևմտահայ հնչողությամբ Եդեմ։ Ու այդտեղ 1901 թվականից դեռ հայեր են ապրել, որոնք եկել են այդ գյուղը շենացրել են, զբաղվել են գյուղատնտեսությամբ եւ ամբողջ մշակված այգիներ են եւ այդտեղից մարդիկ արդեն հայերը տարածվել են Ֆրեզնո, արդեն իջել են Լոս Անջելես ու կամաց տարածում են գտել, բայց հայկական եկեղեցին մինչ օրս պահպանվում է, մինչ օրս հայկական Սուրբ Մարիամա կոչվում եկեղեցին։ Ես ձեզ նկարներ կուղարկեմ։ Մինչեւ հիմա եկեղեցում պատարակներ է մատուցվում Կիրակի օրերը, խոր կա, երգչախումբ կա, որ երգում է, մոտակա տարբեր քաղաքներից հավաքվում են այնտեղ, շատ բազմաշերտ է, շատ հետաքրքիր է ու Ամերիկա հայ ասվածը այդ մի հասկացություն չի։ Չէ, չի կարելի մի բառով կամ մի դասությամբ փորձել ասել, ես միայն կասեմ, որ դա բազմաշերտ է։ Որպեսզի լինենք, պետք է ճանաչենք ապունքը, պատմությունը ու անցած ճանապարհը։ Հետաքրքիր էր։ Դե ինչ, ասեմ ձեզ շնորհակալություն, իրոք շատ շնորհակալ եմ։ Եվ անկեղծեիք, եւ բովանդակալից զրույց ունեցաք, ինչի համար շատ շնորհակալ եմ, Արաքս ջան։ Ես եմ շնորհակալ ձեզ։ Ուզում եմ իմանաք, որ հայեր կապ չունի, պարսկահայ եք, վերյութահայ եք, Հայաստանի հայ եք, կապ չունի։ Ամենակարևորը այն վերջում ասվածն է, հայ ենք։ Այո։ Ու կապ չունի, ինչքան ժամանակով, երբ, որտեղ ենք ապրում այս պահին։ Ամենակարևորը որտեղ էլ որ ապրենք, հայավարի ապրենք, արժանավայել ապրենք, ու ես լիահույս եմ, ես վստահեցնում եմ ձեզ, բոլոր հայերը, եթե ոչ բոլորը մեծամասնությունը հոգու խորքում, փայփայում հայրենիքում լինել ու իր կարողացած չափով
Այստեղ թե այդտեղ փորձում է օգտակար լինի մյուսներին։ Այո, ես էլ եմ վստահ ու Աստված տա ձեր գործերն էլ այնքան լավ լինի, որ շուտ վերադառնաք Հայաստան, որպեսզի օգտակար լինեք։ Վստահ եմ այդտեղից էլ եք օգնում ամեն դեպքում Հայաստանին, թեկուզ որ ձեր աղջիկը հայավարի է մեծանում, էդ էլ եմ ես համարում շատ մեծ օգնություն։ Շնորհակալ եմ շատ Շուշան ջան։ Հայաստանում հանդիպելու պայմանով։ Անպայման։